Բարեկամներ ողջույն, Միացյալ Նահանգներից մեր շփումները շարունակում են, նախ զարմացա, որ մեր նախորդ քննարկումը այդքան դիտումներ ունեցավ եւ այդքան մեկնաբանություններ, հարցեր եւ այլն, այսօր որոշեցի շարունակել մեր զրույցը մանավանդ այս ժամին համեմատաբար ազատ եմ։ Ընկերներ, ընդհանրապես համացանցի վիրավորումը եւ համացանցի տարբեր մարդկանց կողմից մեկ այլ մարդկանց թիրախավորելը կարծես դարձել է ավանդույթ, թեպետ ավանդույթը ենթադրում է ավելի դրական գործառույթ, քան այն, ինչ որ հիմա կատարվում է։ Այս այլանդակ, անմարդկային եւ որևէ կանոնների չենթարկվող խաղում ես էլ եմ մեկ-մեկ զոհ դառնում, ցավոք սրտի։ Լավ հիշում եմ, մոտ 3 շաբաթ, մի ամիս լավ թող լինի առաջ, մեկը զանգարեց ուղիղ եթեր, ի դեպ դա YouTube-ում կա այդ կադրը, զանգեց, ասեց Ռաֆայել ջան, ես իմ ովքեր քո մասին, ես իմ ինչ են ասել, ես իմ որտեղ, մի խոսքով։ Հիմա բնականաբար որոշ բաներ դիտեցի, որոշ բաներ ուղարկեցին եւ այլն, թեպետ հանրային գործունեություն ծավալող մարդը ինքն իր համար գոնե պիտի որոշակի ռամկաներ ունենա, հա, եւ ռամկաները այնն է, որ ես երբեք վիրավորանք չեմ ասում, որ մնաց հայհոյանքներ տամ ինչ-որ մեկին, եւ երկրորդը երբեք չեմ արձագանքում մանավանդ անբարո որոշ հայտարարությունների, որովհետեւ ինչպես ասում էր դասականը, այսինքն եթե դիմացինդ շանորդի է, անբարոյականի ժառանգորդ է բառացիորեն եւ ամբողջ ազգուտակը մասնակցել է իրանց ընտանիքի բազմացմանը բոլոր իմաստներով։ Ես ինչ արձագանքեմ, ասեմ, ինչպես ես համարցակվում, եթե համարցակվել է, եթե բանը արել, դա արել է, հիմա ես ոնց արձագանքեմ, հասկանում եք, այսինքն շախմատի լեզվով ասած, մենք դեռ շախմատի ժողովուրդ ենք, չէ՞, ցունկ ցվանք։ Գիտեք այդ բանը, որ ինչ անես լավ չի, ոնց անես պարտության պես մի բան է։ Դրա համար այս վերջերս իմացա ինչ որ օրենք են մշակում, որ հրապարակային հայհոյանքները, վիրավորանքները ինչ որ հետևանքներ են ունենալու, տուգանելու են մարդկանց եւ այլն։ Իհարկե ոնց է դա աշխատելու, ասում են ընդհանրապես քֆուրը դարել է հայկական տաղ, հա, եւ այդ քֆուր սովորացնելը երեխեքին եւ այլն, այդ սորտն է, որ մեծացել է, մտել է մեծ կյանք եւ ապրում է այն իրականության մեջ, որի բովանդակությունը արտասանում են իրենց կներեք արտահայտությանս համար պրոշները։ Հասկանում ես, ես վստահը որն է, ես իմ կյանքում 3 երկիր եմ ապրել, ես ամեն տեղ, մանավանդ հայ հասարակության մեջ ապրելով, ամեն օր համոզվել եմ, որ ինչ ձև մարդ խոսում է, ինչ մարդու բերանից դուրս է գալիս բառամթերքի տեսքով, ինքը այդ իրականության մեջ ապրում է։ Ես չեմ տեսել կիրթ, գեղեցիկ խոսող, պարկեշտ բառամթերք, կարդացած բառամթերք օգտագործող որևէ մի հայի, ով որ ապրում է կեղտի, աղքատության, այլանդակության ու չգիտեմ ինչի մեջ։ Ես տենց բան չեմ տեսել։ Եվ հակառակը։ Անջան լայվ եմ եթերում, կարամ մի քիչ ուշ զանգեմ։ Մի քիչ ուշ։ In about half hour, հա? Okay, ջան, thank you so much. Okay. I'm gonna call you back. Հա։ Մյուս կողմից իհարկե որոշ բացառություններ կան, կասեն, բալն այդ էս ինչ բառամթերք ինչերից են խոսում որոշ հայտնի մարդիկ, դղյակներում են ապրում, էս են ապրում են։ Դե դա ծուր երկրի ավանդույթն է։ Դա ծուր երկրի այդ այլանդակ բարքերի արդյունքն է, որի դեմ ընդվզել ենք եւ կարծում եմ լավորից չի, որ այդ վիճակն է եղել, է ծուր խիարի պատմությունն է, դրա համար մեզ մոտ ամեն ինչ։ Մի խոսքով լավ, այդ ուրիշ թեմա է։ Հիմա ուզում են տուգանեն, էս անեն, են անեն։ Երկրորդը էլի հայտարարություն ուղարկեցին, որտեղ ժամանակին ինձ վիրավորող անձնավորություններից մեկը, իդեպ անպայման պիտի ասենք, որ ես երբեք առնչություն չեմ ունեցել այդ մարդկանց հետ, հասկանում ես, ուրիշ բան է, որ նստել ենք, ելել ենք, իրարից խռովել ենք, ինչ որ հարցեր, okay,
Հիմա ծուր աշխարհը ես չեմ կարող բոլորի համար լավը լինել, ինձ համար բոլորը չեն կարող լավը լինել եւ դա կարծեմ նորմալ մարդկային փոխհարաբերությունն է, բայց ընդհանրապես միշտ տարակուսանքով եմ նայում մարդկանց, ովքեր դիմացինին բացարձակ չճանաչելով կարան տես բաներ ասեն ու գետինը գոնե չմտնեն։ Հասկանում ես, ես հասկանում եմ, որ երբ որ մարդ ամբարտավան է, երբ որ մարդ այլանդակ է ուղնուցուցով եւ այդ այլանդակությունը, ել չասեմ անբարոյականությունը երեսին դաջած է ուղակի եւ չես կարող դա մաքրել։ Այտենց պատոշ դեմքով sense բաներ է ասում ուղիղ դիմացինի մասին, ում հետ ինքը կյանքում ճանապարհ չի անցել, կյանքում ֆիզիկապես չի տեսել։ Հա, հիմա պատասխանատվության են ենթարկել, բան ընդհանրապես այդ թեմայով կապ չունի, բայց գիտեմ, որ պատասխանատվության են ենթարկել եւ այլն, եւ ֆլեշ մոբ էին անում որոշ ընկերներ, դե էս բնակավարը այնքան փոքր է, ժողովուրդ ջան, մեկը մեկին ծանոթ է, ես այդ մարդամեկի եղբորը անձամբ ճանաչում եմ, ավելին ասեմ, եթե չասեմ աշխատել ենք իրար հետ, ամա գոնե համագործակցության եզրեր ենք, որ մեր համայնքը, մեր պետությունը, մեր ժողովուրդը այնքան փոքր է, բոլորս բոլորի ծանոթ մեկին կգտնենք, հասկանում ես։ Եվ հիմա ֆլեշ մոբ են անում կոչելով, որ այդ մարդուն որոշակի օժանդակություն ցույց տա, որտեղ վատ վիճակի մեջ է։ Okay։ Հիմա եկեք ծուր նստենք շիտակ խոսենք բարեկամներ։ Այսինքն մարդ, ով որ ինձ վիրավորեց եթերում վատ բառերով շատ նենց տհաճ ձևի։ Այդ նույն մարդիկ, ովքեր ինձ այսօր դիմում են, որ ես միջնորդեմ, որոշակի ուշադրություն գրավեմ այդ խնդրի վրա եւ այլն, այդ մարդիկ մի օր չասին, արա Ռաֆին տես բաներ ոնց կարելի է ասել։ Ես իմ սախ կյանքը այս անաղուհաց հասարակության որոշ շերտի համար եմ աշխատել։ Ես իմ ողջ գիտակից կյանքը հայապահպանությունն ու հայագիտություն եմ սովորացրել, ձրի դպրոց եմ բացել, երեխեքին ենք սովորացրել, համայնքներ ու նահանգներ եմ գնացել, հայոց լեզու գրականություն եմ սովորացրել, գրականություն եմ կարդացել, ձրի դասախոսություններ եմ կարդացել հայ ու հայկականի մասին։ Անվճար տասնյակ YouTube-ում կա ֆիլմեր եմ նկարել հայապահպանության, հայագիտության, ցեղասպանության, տարածքային ամբողջականության, պահանջատիրության, պատմության եւ այլն մասին դոկումենտալ։ Ես 11 տարի համակարգել եմ Սփյուռքի բոլոր հեռուստատեսություններով հեռարձակվող դոկումենտալ ֆիլմերը ապրիլ 24-յան։ Ես այնքան ինչքան պայքար եմ տվել հոգևոր դասը միասին գա կոչանի ժողովրդին ու ես տեսել եմ թե այդ կաթողիկ է եկեղեցի, ավետարանչական, արևմտյան թեմ, արևելյան թեմ, հյուսիս հարավ, չգիտեմ բան ոնց էին այդ տերտերները իրար հետ բանավիճում կռվում կարճ ասած թե ով պիտի առաջինը խոսի ասում էի ամոթ է հայրիկը ամոթ է սուք է ցեղասպան սորտները տեն ցեղասպան է եկեք իրար հետ կանգնեք միա ձեր հարգանքի турքն ու աղոթքը ասեք ու սսկվեք չէ ոնց ես առաջինը ես վերջինը բան ու բոլորը ամեն մեկը առանձին 3 րոպե պիտի խոսար ասում եմ ով է լսելու ձեր մենք այսօր ոգեք ով է լսելու էտի ասում եմ կանգնեք իրար հետ մի երկու բան ասեք ելեք թողեք շարունակենք պատմություն պատմենք քաղաքական գործիչներին գնանք ցույց տանք այսօր ինչ են արել վաղը ինչ են անելու արխիվներից կադրեր ցույց տանք բեմադրենք նկարենք գնանք անապատները դերձորիկ տեսարաններ ստանանք 5-6 հոգով գալիս են ամեն մեկը 3-4 րոպե պիտի խոսի 20 րոպե մենակ մենք այսօր ոգեք ոչ ոք չէր նայում այդ բանը ու այդ անդիմա դտմիկների կողմից ֆինանսավորվող ոչ պակաս դտմիկները համարցակվել են ինչ-որ բաներ ասել։ Հիմա էլի ազատ երկիր է աղքեր։ Հանրային մարդ է, մեկը գովի, մեկը բաներ կասի, բայց հիմա ինձ դիմել են, որ ես միշտորթեմ, ինչ-որ տեսանյութ են նկարում, ինչ են նկարում, որ ազատություն, եսիմ ինչ, բա այդ միշտորթողներ, բա մեկը ասեիք, արա Ռաֆին տես բաներ խես ասում, ախր մենք ճանաչում ենք այդտեղ են ոչ մի բան, Աննա Հակոբյանը ինձ տուն ա տվե, ով է ինձ տուն տվե, ինձ մեկը մի հատ մի կտոր հացի կտոր տվել ա որ տուն տա, այս ինչ եք դուք խոսում, այ թե ձեզ են տվել, ավելի շատ դուք եք տալի, ես չեմ տենում ինչա կատարվում, ովքեր են ձեր մեդիաները ֆինանսավորում, որտեղից եք դուք նստում տաղավարներում պոդքասթներ անում, որտեղից ձեզ այդ փողերը YouTube-ն monetization Հայաստանում չի լինում, ֆինանսավորում են, չէ, ովքեր են ֆինանսավորում,
Ես գիտեմ ովքեր են ֆինանսավորում։ Ես գիտեմ իմ մեդիան ոնց է աշխատում։ Լոս Անջելեսի առաջատար մեդիան, Ar-Music ռադիոն։ Ես գիտեմ հովանավորների ցուցակները ամեն օր կարդում եմ եթերում։ Ես գիտեմ ինչ գործընկերություն է, որ ոչ մի քաղաքական մարտիկ չկա, գիտես չեն գալի, չեն ասում, սրա մասին խոսա, նրա մասին խոսա, երբեք։ Դրա համար ընկերներ, ես ոնց ասեմ, ես համաներում եմ հայտարարում։ Ես երբեք որևէ մեկին չեմ թիրախավորել, երբեք, այդ իմ տեսակը չի ընդհանրապես, ուր մնաց հայհոյեմ, ուր միստապես ես կյանքում չեմ հայհոյում, որովհետև կարծում եմ Աստված պապին ինձ տվել է ճկուն լեզվան մտածողություն, որ ես առանց ուշունց ասելու այնպիսի բան անեմ, որ ենթագիտակցորեն մասնակցեմ իրանց ընտանիքի բազմացմանը, բայց չեմ անում այդ բանը, հասկանում ես, որովհետև կարող եմ շատ ավելի գեղեցիկ ձևով արտահայտվել առանց գրեհիկ եւ ոնց պաթոսային բառամթերքի, օքեյ, այս sense հարգելիներս, համաներում, ես ներում եմ բոլորիդ, հանուն որ հոր որդո եւ հոգվույն սրբո, ամեն, հասկանում ես ոչ մեկի հետ գործ չունեմ, բան են, եկեղեցի եմ փրկում, հələ մի հատ իրանց արածները նայի, իրանց խոսացածները նայի, իրանց վարքերը նայի, ու ես որ միշտ ասում եմ ես աթեիստ եմ, ու մի հատ հələ իմ կյանքը նայի, տեր եմ, արա ոտից գլուխ, տեր, մեծատար տայով, բա ոնց, բայց էդ էլ է ուրիշ հարց, այդ տենց հիմա, էլ իմ ընկերներիցս մեկը ուղարկել է հոդված, որտեղ իմ 3-4 առաջի օրվա տեսանյութը, ասում են տեսեք, Ամերիկայում նստած, Ամերիկայի կյանքն է գովում, մեզ ստանում է կործանում, ասում է ընդդիմա դտմիկներից մի հատ պստիկ այսքան քարը տրակի դտմիկ, ասում է մեզ ստանում է կործանում ու ցուցատալի, ասում է այդ ձեր Ամերիկան չի, որ Աղվանստանում միլիարդներ դրեց, թողեց փախավ, հիմա ուզում եք մեր գլխին գա էդի, իհարկե ես հասկանում եմ, որ դտմիկները շատ տարբեր տեսակի են լինում, բայց որ սենց նեխուրի խառնոր դտմիկ կարա լինի, ես չեմ մանավանդ, որ սենց ինտելեկտի ջատագով է ուզում լինել, հորա նստել եմ ամբողջ օրը սենց մտածում եմ, ճիշտ է, առօրյան զբաղված է տունը քիչ եմ լինում, բայց նստեմ մտածում եմ, հորա, փաստորեն աշխարհ, Հայաստանը բռնեն այսքանից հետո, անգամ իրանց օրոքի, ես ազնիվ եմ փորձում, անգամ իրանց օրոքի, այն ամենակեղտերի օրոքի, արա բռնես Աղվանստանի հետ համեմատես, արա մարդ իշքան պիտի սենց տուտուներ, հա, ստեղ, որ ես եթերում վատ բառեր չեմ ասում, մարդ ոնց կարա իր երկիրը, որտեղ լավից վատից դատարան կա, լավից վատից ազգային ժողով եղե միշտ, լավից վատից նախագահական երկիր են եղել, լավից վատից ընտրություն են կարել, Եվրոպային գնացել, մեզ ճանաչել են, էլի ցանկացածի օրոք, 91-ից մինչև հիմա, արա մարդ այտենց նեխուրի սորտը լինի, Աղվանստանի հետ համեմատի, որտեղ կանանց են մտրակում, տղամարդկանց են գլխատում, չգիտեմ ում տանիքից մահապատիժ են անում, գցում են շենքից ներքև, որտեղ դատարան չկա, որտեղ ժողովուրդը համատարած օփիումի մեջա ու բաները, նարկոտիկները արտադրում, որտեղ խայտարակ բան, այսինքն ոնց կարաս Աղվանստանը եւ Հայաստանը բոլոր ժամանակներում, հա, այսինքն մեր 34 տարվա պատմությանը բռնես համեմատես։ Եվ մարդիկ տակը պիտի ալամ աշխարհի բոլոր են ասում 12 հարգանի քֆուր goes to ու պիտի գնա, որովհետև հնարավոր չի։ Մարդը կարա լինի ընդդիմախոս։ Մարդը կարող է լինել չսիրել այս իշխանությանը, մեղադրել, թիրախավորել, ասել դու ես սխալա լինել ուրիշ հայացքների տեր մարդ։ Բայց մարդը իրա պետությունը համեմատի Աղվանստանի հետ ու դա ոչ միայն մտածի, այլ դա հրապարակի, դա եթերում տա եւ ինձ էլ ուղարկել են այդ հոդվածը, որի մեջ իմ մասին ինչ որ բաներ են խոսած, բան։ Մտա այդ էջնայցի էլի, ես այդ պարոնին ոչ ճանաչում եմ, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ չգիտեմ ով է, հանրայինը, հանրային չի,
Ես իմ ովքեր են, չգիտեմ, ես կապ չունեմ այդ մարդկանց հետ, բայց պատգամս ինչն է, եղբայրներ եւ քույրեր, ես Ամերիկան չեմ գովում, Ամերիկան շատ վտանգավոր երկիր է, իրա բոլոր արժեքներով չակերտավոր, values, որ ասում են, որը որպես հայ մարդ ես չեմ կարող կիսել, այդտեղ կասկած անգամ չկա, ես չեմ պատկերացնում, որ այն ինչ որ շատ բան, ինչը օքեյ է Միացյալ Նահանգներում, հանկարծ կարող է օքեյ լինել Հայաստանում, ասեմ ավելին, ոչ միայն օքեյ չպիտի լինի, այլև ես պայքարողներից մեկն եմ լինելու, որ այդ բաները ռոջա մենք այդ ուրիշ էվոլյուցիա է Ամերիկան ապրա այդ տեսանկյուններից, դուք հասկանում եք ես ինչ բարքերի մասին եմ խոսում, գենդերային, մենդերային, սեռական, մարիխուանա բան, դա մեր հասարակությանը, բայց եղբայր մինչև այդ կետ հասնելը, դուք ինչի չեք ասում, որ ազատ դատարան, ազատ ընտրություն, արժանապատիվ մանկություն, արժանապատիվ ծերություն, հասանելի կրթություն, իր բոլոր հնարավորություններով, ազատ երկիր, որտեղ արդարությունը էլի տրամաբանության մեջ արկա է, որ դու ոչ մեկ լինելով, ոչ մեկ, քո կրթությամբ, քո աշխատասիրությամբ, քո ֆայմով, հին հայկական բան է, կարող ես կերտել բարեկեցություն ու ոչ մեկ չի գա եւ չի խլի քեզնից բիզնեսդ, ոչ մեկի հետ դու չպիտի ման անես մի քիչ ընդ փագես, որ կռիշավատ անեն, ինչպես ասում են մեզ մոտ եւ այլն եւ այլն, որ դու օրենքով պաշտպանված ես, դու արդար ազնիվ աշխատող մարդ ես, բան չես, անօրինական մարդ չես, էլի, բայց ես չուզեմ, որ իմ երկրում էդի լինի, ես կրթությունը ստացել եմ Միացյալ Նահանգներում, Յութա նահանգում եմ ապրել, Յութա Վալեի համալսարանում եմ սովորել, ես տեսել եմ ինչ բան է կրթություն ու սովորել եմ Երևան, ես առաջին մասնագիտությամբ բժիշկ եմ, Հայաստանում սովորել եմ, անցել եմ ռեժիսուրան եմ ավարտել, այսինքն երկու բարձրագույն կրթություն եմ Հայաստանում, ես տեսել եմ կրթությունը, որ ամենայն հարգանքով իմ դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, բայց ես տեսել եմ կրթությունը որն է, չուզենամ Հայաստանում լինի դա, չուզենամ, որ Հայաստանում փողով տալիս էին բան էին ստուգարք ու բան էին ստանում, այստեղ չսովորել, համակարգչին ես տալի, համակարգիչն է որոշում դու սովորած ես, թե սովորած չես, այսինքն եթե սովորած ես, սովորած ես, ոչ թե հա, իմ մոտ չեկավ պարապելու, մի քիչ ցածր դնեմ, գա իմ մոտ պարապի եւ այլն եւ այլն, բա ես չուզենամ, որ դա լինի Հայաստանում, ես նոր է եկե, սխալ բան էի արել վարորդական այդ բանի, մի խոսքով հարցը հասավ դատարան, ոստիկան ասում է, ես չգիտեմ, նոր եմ եկել, չեմ տեսել, մի խոսքով, չէ կարաս դիսմիս անես այդ թիքետը չեղարկես, բեկանես դատարան, այսինքն ես ոչ մի բան ինձնից չներկայացնող Ռաֆայել ես 14 թիվ, եւ ամերիկյան ոստիկանը գնացինք դատարան, ու ես շահեցի դատը, ոչ լեզու գիտեի նորմալ, ոչ մի բան, մարդ չգիտեի ում զանգեի, կամ ինչ դիմեի, ում հասկանում ես, ես ուզում եմ, որ Հայաստանում է լինի, որ եթե դու ճիշտ ես, եթե ազնվությունը քո կողմից է, կապ չունի դու ինչ վիճակի մեջ ես, հələ Հայաստանում մի հատ տեսեք ինչ է Հայաստանում, որ պատժված չեն ձեզ հայտնի ուժերը, դա հենց դրա պատճառահետևանքային կապն է, որ նանոտեխնոլոգիաներ եւ վերջացավ, դրա համար ես Միացյալ Նահանգները չեմ գովում, ես Միացյալ Նահանգներում ապրելով եւ Միացյալ Նահանգների քաղաքացի լինելով 0-ից կյանքս դասավորելով, ես իհարկե ուզում եմ, որ Հայաստանը գնա այդ ուղով, Հայաստանը եւս լինի իր չափով ազատ եւ անկախ երկիր, քաղաքավարի մարդկանց կամ պետությունների հովանու ներքո, գողապետաքրյա օլիգարխիկ վիճակներից մաքսիմալ հեռու, մենք չենք կարող արմատախիլ անել այդ Հայաստանից, դա նստած է մեր ժողովրդի մեջ, երկար դա տենց լինելու է, դա ցարական Ռուսաստանից է գալիս դա, այդ մլատնոյ դա չենք կարողանալու մենք, ավելին ասեմ, մենք չկանք այդքան որ պայքարենք այդ ամեն ինչի դեմ, բայց մեր հասարակությունը պատրաստ չի,
Մեր հասարակությունը դրա մեջ է ապրում, մեր հասարակության արյան մեջ է քրոմոսոմային միտոքոնդրիումը, գիտեք ինչ, այդ միտոքոնդրիումների մակարդակով է այդ արժեհամակարգը ձևավորված։ Եվ ասեմ ավելին, ցանկացած պարկեշտությունը, ցանկացած կիրթ եւ առաքինի շարժուձևը ջախջախիչ պարտության է դատապարտված մեր հասարակության մեջ։ Ցանկացած պարկեշտություն, ընդհանրապես, երբ որ լինում եմ Հայաստանում, ես նկատել եմ, որ մեր հասարակության մանավանդ մի քիչ այդ միջին խավից ցածր խավը ինքը ատում է ցանկացած գեղեցիկն ու բարին։ Ցանկացած գեղեցիկն ու բարին։ Ոմանք ասում են, դե, ասենք, սոցիոլոգիայի տեսությունը, եթե կարդաս, սոցիոլոգները ասում են, դե, որովհետև եթե չի ստացվել կյանքը, իրանք մեղադրում են աշխարհին։ Ասենք, հեշտ է մեղադրել, չթողեցին, չեղավ, մաման չթողեց, հերս խանգարեց, հարևանս չուզեց, բախտս չբերեց եւ այլն եւ այլն։ Ոչ ոք չի ասում, որ ես թերացա, ես չսովորեցի, ես չհարմարվեցի, ես չդիմացա, ես հիմա Ռոբերտ Գրինի 48 законов власти գիրքն եմ կարդում, մի քիչ հա դեմագոգիկ բաներ կա մեջը, որովհետև դա իհարկե օրինաչափության որպես չի լինի, բայց հետաքրքիր ամեն դեպքում բեսթսելեր, հիմա դա եմ ընթերցում եւ հասկանում եմ, որ մեծ հաշվով մեր մոտ, մեր հասարակության մեջ խնդիրներից մեկը հենց դա է, որ երբ որ մենք հասկանանք, ինչու չհաջողեց Պողոսը, միգուցե Պողոսը ասենք չսովորեց։ Պողոսը մի բան գիտեր անել եւ նա այդ մի բանը արեց ու չհասկացավ, որ շրջապատը փոխվում է եւ նոր տեխնոլոգիաներ են պետք այդ նույն բանը անելու համար։ Ես մի օրինակ պատմեմ դարբնի շատ լավ ծանոթ ունեի, ով որ երկար տարիներ ֆանտաստիկ դարբնի գործեր էր անում եւ շատ լավ դարպասներ ու բաներ էր պատրաստում շատ հարուստ մարդկանց տների համար։ Եվ դա դարերով եկած գործ է, հա, դարբնի գործը լավ, տեն ծաղիկներով, խաղողի վազերով, բաներով, շատ ուժեղ նախշեր էր անում։ Եվ իհարկե այս բաց աշխարհում Չինաստանը, որ ամեն բնակավար լավ բան է անում, գրավում է, սկսեց շտամպներով արտադրել այդ նույն դարպասները, այսինքն ինքը որ 3 ամիս թղթ սարքում է, այդ Չինաստանը մի հատ այդ մետաղի կտորի վրա միացած պրեսով շրախկ ու վերջ։ Ու լինում է դա։ Բոլորը ասում էին, եղբայր, բան արա, մի խոսքով, տեխնոլոջի, փող ունես, գործդ լավ է, բեր դրանք, ներդիր արտադրամասիդ մեջ, ձեռով բան, վարպետներ, 1000 հոգի է պահում ես աշակերտ եւ այլն, բան չհավատաց, վերջ, դիրքերը պարտվեց, դիրքերը զիջեց։ Հիմա առաջատար են այն մարդիկ, ովքեր ժամանակին հասկացան եւ դա ներդրեցին եւ հիմա աշխատում են։ Ինչ եմ ուզում ասեմ, ընկերներ, եկեք ամեն մեկս մեր գործում, մեր դիրքում, մեր ձևի մեջ, չափի մեջ, մեր չափսներս ճանաչենք, ինչպես գրքից մեջ եմ ասում, իմացիր քո չափը եւ կգտնես քո տեղը։ Այդ շատ ճիշտ է։ Քո չափը իմացի ու դու քո տեղը կգտնես։ Տեղդ կգտնես, կտեղավորվես եւ այլն եւ կհասկանաս, այդ տեղը քեզ ֆիթ անում է, թե պիտի ընդլայնվես, բայց մինչեւ այդ պիտի մի հատ տեղդ գտնես, որ միջավայրդ ստեղծես աշխատելու բանի համար։ Ես որտեղից պիտի հեռուստատեսության մեջ մտնեի, ես գտա տեղս հեռուստատեսությունում տարիներ առաջ հեռուստատեսություններից մեկում ադմինիստրատոր մտա աշխատելու, գրեթե անվճար։ Գրեթե որ նա անվճար էլի։ Ինձ պետք էր այդ տեղը, բայց ոնց մտնեմ։ Կաստինգ են անում, գնում ես, ասում ես բարև ձեզ, բա ով եք, բայ բժիշկ եմ։ Արդեն sense, օքեյ, բժիշկը մի խոսքով։ Դրա համար պետք էր մտնել այդտե միջավայր բան, որ հետո դառնաս արդեն հասանելիություն ունենաս
էկրանին եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այսքանը բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, կես ժամ զրուցեցի։ Մի վիրավորեք իրար համացանցում։ Մի վիրավորեք իրար համացանցում։ Մի թունավորեք այս վիճակը։ Մի քիչ համբերեք ու դուք կտեսնեք, թե ինչ վերելքներ է մեզ սպասվում։ Հայաստանի Հանրապետության ապագային ես չեմ կասկածում, փառահեղ ապագային։ Մեր ձևով էլի։ Սրտի տանիքներով հաղորդման հյուրն եմ, ընդ մի հատ հատված կա, չէ, որ ասում եմ, ես շատ հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ մեզ փառահեղ ապագա է սպասվում։ Հորա, այդ ինչեր ասեցին ինձ։ Տեսար ինչ ասեց, փառահեղ ապագա է մեզ սպասվում։ Բա ինչ ասեմ։ Ձեզ ընկերներ, ովքեր որ չեն կիսում այդ կարծիքը, ձեզ սպասվում է անփառունակ անկում, գահավիժում։ Իսկ այն մարդկանց, ովքեր հավատում են, իրանց սպասան փառահեղ ապագա, որովհետև այո, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Իսկ մի վարքան դրանում չեմ կասկածում, որովհետև ես տեսնում եմ ուրա գնում ես գնացքը։ Քանի հոգի է գնացքը ուզում գցի ռեսերից, ասեմ ավելին, այդ ռեսներն կեսնետ ծախել են, բայց ազնիվ մարդիկ կադրեր կան այտենց կինոյի ազնիվ մարդիկ այդ գնացքի այդ ռելսերը որ բանա այդ անցած տեղից պոկում են վազում են բերում են դեմը որ գնացքը գնա որովհետև եթե մենք պրծանք էլ հետադարձ ճանապարհ չի լինելու մենք գնում ենք այդ ուղղությամբ ես պետության ու պետականության մարտիկն եմ այս երբեք այդ բառերը այլ երկմտանքով չեմ ասել ու ես շարունակում եմ լինել ես պետականության մարտիկն եմ ու քանի ես ապրում եմ, աշխատում եմ, ստեղծագործում, ես պետության, Հայաստանի Հանրապետության իմ չափով կողքին եմ։ Դուք երբեք ինձնից չեք տեսնի պետության դեմ քայլ։ Ես անգամ ավելի հիշեցնեմ, այդ որ թիվն էր, 11-ն էր, 12-ն էր Զարհուրելի Փոստանջանը ԵԽԽՎ-ի նիստներ ոնց որ Սերժ Սարգսյանն էր ընդ դու գիտեք իմ վերաբերմունքը Սերժ Սարգսյան որ ես այն որ մի խոսքով գիտեք էլ ասելու չի ես այդքան Քոչարյանի ժամանակ ընդդիմախոս չեմ եղել որտեղ մեծաշով երեխա եմ եղել էլի ինչը պատանի է ինչքան ես ապրել եմ Սերժերով ես հասկանում որ Սերժն է քանդել այդ երկիրը բայց ես եթերում ասել եմ որ ես երբեք միջազգային հարթակում երկրի նախագահի դեմ տենց չի խոսա մանավանդ թուրք ու ադրբեջանցիք նստած պետության դեմ գործել չի կարելի ընդդիմախոս ես էլ էի ընդդիմախոս գալիս ես տուն լրատվականով, թերթով, Facebook-ով, ինչերով որ այսա, ասա, սենց սխալա, էս բանա, այնա, մի խոսքով, ինչ որ կա, ասա, գնալ ԵԽԽՎ ու պետության այդ ԵԽԽՎ, ՄԽԽՎ-ն չգիտի տակից Փեսենովա, ախպերները ովա, ընտանիքովա, Գոնսալես, Մոնսալես, ֆլանա, ֆստանա, էսային, իրանք չգիտեն տենց բաներ, իրանք պետք է չի։ Դու ինչի ես գնում խաղամոլեք, էսեք, ենեք, պետք չի։ Ու դրա համար եմ ասում, այն մարդիկ, ովքեր պետության դեմ քայլ են արել, չվստահեք այդ մարդկանց։ Եղեք պետության կողմին եւ եղեք պետականամետ։ Բոլորը անցնելու են։ Ոնց որ եւ անցել են։ Բոլորը, արա Տիգրան Մեծայիկ է գնաց է, Փաշինյանն է մշտական, ով է մշտական այս կյանքում, պետությունը պիտի լինի հարատև։ Պետությունը ու երեք բանն եմ նայում այդ հարցազրույցը քննադատոս 99 տարով տալիս է 99 կարող եք նշել մի ժամանակաշրջան ես պատմության հետ եմ աշխատում դուք է chat GPT արեք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի անգամ վերջին դարերի ընթացքում հա մի հատ օրինակ բերեք որտեղ հստակ 99 տարով տենում ես ինչա լինելու մի հատ ծրագիր որը 99 տարով լինելու է գրած է այտենց բան չկա որովհետև Հայաստանը չի եղել 99 տարի Առաջին հանրապետությունը 2.5 տարի է, թե 2.5 տարի էլ չկար։ Սովետականը գիտեք ինչ ձևով էր, այս 1000 ու մի կռվով ու բանով 99 տարով երբեք անց է ճանապարհ, որ հիմա էլ 99 տարով Միացյալ Նահանգները, աշխարհի գերտիրությունը գալիս է ու բունա դնում երկրում ինչ պիտի աներ Հայաստանը որ ասում համապատասխան տեղով բոմբ գցեին Գազգովի Ամերիկայի պես երկրին չէին կարա բերեին ասեք հա 99 տարով արիվան արա բա ինչ պիտի անի ինչին է պետք ընդհանրապես Հայաստանը դու չգիտես Պարսկաստանի
համար, այսենց անգրագետ բաներ են։ Այսինքն Ադրբեջանը Նախիջևանով, Իսրայելի բազաներով, բանով եւ այլն, այդ 40 կիլոմետրանոց բանն արեց չի արե, հա։ Ինքը շատ լավ իր բազաներն ունի, մի հատ քարտեզ մտե գրեք բազաները Ամերիկայի ու մի հատ տեսեք հələ Իրանի 4 բոլորը ինչ բազաներա, ինչերա, որ այդ Հայաստանի հետ բանը ընդհանրապես կապ չունի։ Ամերիկան էդի բերեց դրեց այդ բունը դրեց, որ մենք որևէ կերպ Ռուսաստանի կազմի մեջ վաղը մյուսով չմտնենք, որովհետև տեսնում ա, որ ռուսական կայսրությունը ուզում են վերականգնեն ուժերը ձեզ հայտնի։ Ուկրաինայի ճակատը տենում ա ինչա կատարվում եւ մնացած տեղերը, որ Հայաստանը ձեռից չեթա բուն ունենա դնելու, որ ասի մի րոպե, մենք միջազգային պայմանագրեր ունենք եւ այլն, ստե պայմանագիրը էսա ու այդ տրիփով մենակ Հայաստանի հարցը չի լուծում։ Հայաստանը նայ քանի երկրի համար կարևոր հանգույց ա դառնում։ Պանամայի ջրանցքը ոնց է, տենց մի բան արա, ոնց բացատրեմ։ Ամերիկային պետք էր բռնեց Կոլումբիայի հետ պատերազմ հայտարարեց, առանձնացրեց, ասեց առանձին պետություն է Պանամա, ջրանցքը փորում ենք, որ իմ կոնտրոլի տակ է վերջում, մինչև հիմա ամենաբարեկեցիկ երկիրն է ամբողջ Լատինական Ամերիկայի, որտեղ այդ ճանապարհը պետք էր։ Հիմա նույնը բանը ամբողջ Չինաստանից մինչև Եվրոպա գալու է այդ մի քանի տասնյակ կիլոմետրը Հայաստանի տարածքով անցնելու։ Բա երաշխիք չլինի, բա ինչ լինի։ Այսինքն բերեն սարքեն միլիարդներ բան, հետո կռիվը լինի Հայաստան դառնա աղքատ տերորիստական, չգիտեմ ինչ երկիր, ոնց որ մարդամեկը Աղվանստանի հետ էր համեմատում։ Խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահ է եկել ընկել ձեռներս, Աստված մեր կողմից է, մի բան պիտի ելներ այս աղետներից հետո եղավ։ Կարծես թե ճիշտ ճանապարհի վրա ենք։ Սա պիտի լիներ վաղուց, առաջին հանրապետության ժամանակ, երբ որ մեծ Հայաստան գծեցին տվին, ասին Արբալաջան, էսի քեզ երկիրա ցեղասպանվածներ, ապրեք։ Հանձնվինք բոլշևիկներին, այդ թուղթը ճղեցինք ու ավելի ճիշտ օլորեցինք եւ յալլա արեցինք, յալլա էլ եղանք վերջում։ Հիմա ասում հն առաջին քրիստոնյաներ Նոյան տապանի սորտ, խելքները գլուխները հավաքեցիք, այո, աղա, աղվես, 3 ցույց կտամ, քեզ եկեք վերեկեք, դե զզվցրիք արդեն։ Ու տենց է լինելու։ Այ տենց։ Ինչպես ասում էր մարդամեկը, փոքրեք ձեզ փոքրի պես պահեք։ Շատ մեծական խոսք է։ Դրա համար այսքանը բաժանորդագրվեք ալիքին, լավ է լինելու։